Տեսեք, իսկապես անհնար է պատկերացնել Հայաստանի Հանրապետության տնտեսական շրջանառությունը կամ տնտեսական շահերի զարգացումը առանց Ռուսաստանի, մենք երբեք դա չենք մոռացել, մենք անընդհատ նշում ենք այս մասին, որ Հայաստանի Հանրապետությունը իսկապես մեծ շահույթ է ստանում ԵԱՏՄ շրջանակներում մեր առևտրաշրջանառությունից, բայց չի կարելի միայն խոսել այս մասին, սա չի նշանակում, որ եթե մենք մեծ առևտրական հարաբերություններ ունենք կամ մեծ առևտրային շահագրգռվածություն ունենք ԵԱՏՄ երկրների մակարդակում, ապա մենք չպետք է փորձենք նույնը ունենալ Եվրոպական միության կամ այլ երկրների հետ, որովհետև մենք հրաշալի գիտենք, որ Եվրոմիություն, օրինակ, յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր պետություն չէ, որ կարող է ինչ-որ ապրանք մտցնել կամ օրինակ ինչ-որ մի կոնկրետ ստույգ պրոդուկտ Եվրոմիության որևէ երկրի համար լինի խիստ դոմինանտ։ Դա նշանակում է, որ մենք պետք է ուսումնասիրենք նախ եվրոպական շուկան, մեր ներսի տնտեսվարողները պետք է որոշակիորեն արդիականացնեն իրենց տեխնոլոգիաները, մենք պետք է հասկանանք, որ այստեղ որակական որոշակի փոփոխություններ պետք է ունենանք եւ այստեղ մի ուրիշ հարց է առաջանում, իսկ եթե այդքան կարեւոր են Հայաստանից դուրս եկող այս պրոդուկտները, մասնավորապես բնամթերքը, մասնավորապես մեր ոգելից խմիչքները, մասնավորապես Հայաստանում արտադրվող եւ մեծ տարածում ունեցող ջերմոցային ծաղիկները, ապա ինչու Ռուսաստանը առնվազն մտահոգություն չի հայտնում, որ տևական ժամանակ է հայկական ֆուրերը այն էլ շուտ փչացող ապրանքներով կանգնած են Վրաստանում եւ առաջ չեն գնում։